Բարև ձեզ, ես որոշել եմ ընդհանրապես այլևս ելույթներ չունենալ, քանի որ այդ ելույթների իմաստը արդեն չէի տեսնում, ուղղակի առիթ եղավ, որ ես այսօր խոսեմ և ձայնագրենք այս փոքրիկ ելույթը։ Առիթը ինձ տվեց իմ վրացի բարեկամներից մեկը, որը ինձ ցույց տվեց մեկ տեսանյութ Նոյան Տապան գործակալության կողմից ելույթ էր ունենում մեկ երիտասարդ։ Չեմ նկարագրի այդ երիտասարդին, դուք ինքներդ այդ տեսանյութը կդնենք, դուք կտեսնեք և հետո մենք կշարունակենք մեր խոսակցությունը։ 2 տարի առաջ Ուլիանովսկում ինչ-որ եկեղեցի են բացի հայկական, եզրահասը եկել աղոցել է, ու վրան գրած է հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ուրեմն ես ձեզ շնորհավորում եմ, այլևս այդ հապավումը հայ է, էլ ակտուալ չէ։ Մենք արդեն հայ առաքելական եկեղեցի չենք, մենք հայ առաքելական ուղղափառ եկեղեցի ենք։ Հիմա սրանց, որ գնաս եւ հարցնես, ասես է դու որ գնացել ես դա օծել ես։ Այդ ուղղափառ բառը ի՞նչ է նշանակում։ Մեզ ուղղափառ եք ուզում սարքեք, հա։ Սա ոնց է դասավորվում։ Ես 3 այդպիսի դեպք գիտեմ։ 3 դեպք ինձ ուղարկել են, ես նկարներով, բաներով սա գրած է։ Ու մարդիկ ասում են, ես ինչ վիճակ է, ասեն, գնացել են այդ տերտերի մոտ, այդ տեղի բանի մոտ, հովապետի մոտ, ասում են, ես ինչ անեմ, ասում են, ինձ ասել են, տենց արա ես էլ անում եմ։ Սրանով են զբաղվում այդ մարդիկ։ Այդ մարդիկ արդեն կրոնն են վաճառում։ Մեզ են վաճառում, հասկանում եք։ Դուք ասում եք, այս տեսանյութի մեջ այս երիտասարդը, որը չգիտեմ ով է, բայց ներկայանում է որպես քաղաքագետ, քաղաքական գործիչ եւ այլ կամ փորձագետ, ավելի ճիշտ կարելի ասել, նո ամենայն դեպս այդպես է նա ներկայանում։ Այդ երիտասարդը մեղադրում է հայաստանյան առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու, նրա մեջ որ արդեն եկեղեցին են վաճառում եւ այլն եւ գնում են դեպի ուղղափառություն, ռուսերեն ասած դեպի պրավասլավիա։ Այստեղ զարմանալին գիտեք նաեւ ինչն է, որ լրագրողը, որը վարում է հարցազրույցը, ոչինչ չի կարողանում, թե չի կամ չի ուզում հակադրել այս հիմար մտածելաձևին եւ այս հիմար արտահայտություններին։ Երկու դեպքում նա չի կարող հակադրել։ Երկու պատճառ կարող է լինել, թե ինչու չի հակադրում։ Առաջինը տեղյակ չի ոչինչից, ուղղափառությունից, առաքելականությունից, կամ էլ տեղյակ է, բայց ինքն էլ նույնպիսի պիտանի ապուշ է։ Ուրեմն չհասկացողների համար, անհասկացողների համար, ավելի ճիշտ կլինի այդպես ասել, պետք է բացատրեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին նա հենց ինքը արդեն ուղղափառ եկեղեցի է։ Քանի որ ուղիղ է փառաբանում Աստծուն, ճիշտ է փառաբանում Աստծուն։ Նայեք ինչպես է։ Աշտիշատի ժողովները, 3 աշտիշատի ժողովներ ենք մենք ունեցել, 3-րդ ժողովը 435 թվականին Սահակ Պարտևի գլխավորությամբ, որտեղ ընդունվել են տարբեր կանոններ, որոնք ապացուցել են եւ ամրագրել են հայաստանյան առաքելական եկեղեցու պատկանելությունը ուղղափառությանը, բայց ամենակարևորը այստեղ Դվինի ժողովն է, 506 թվականի Դվինի ժողովը, որը գումարվել է մարզպանական Հայաստանի Դվին մայրաքաղաքում մարզպան Վարդ Մամիկոնյանի եւ Բաբկեն առաջին Ոտմսեցի կաթողիկոսի գլխավորությամբ։ Ներկա են եղել 14 նախարար, 20 եպիսկոպոս, ներառյալ եւ նրանցից բացի նաեւ վրաց եւ աղվանից կաթողիկոս եւ եպիսկոպոսներ։ Մասնակցել են նաեւ Սյունյաց հոգևոր դասը, եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ եւ այլն։ Այդտեղ ժողովը արդեն գումարված էր, երբ ներկայանում է Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Սիմեոն եպիսկոպոսը իր հոգևորականներով եւ խնդրում են Բաբկեն առաջին կաթողիկոսին եւ ժողովի ներկաներին, այսինքն ժողովի մյուս մասնակիցներին, որպեսզի ճիշտ գնահատական տրվի նեստորիական դավանանքությանը, այսինքն եւ այդ ժողովից պահպանվել է միայն մեկ թուղթ,
հայոց նամակ հայոց ի պարսս առ ուղղափառս այդ թղթում այդ թուղթը գրել է հենց Բաբկեն առաջի ոտփսեցի կաթողիկոսը եւ այդ թղթում շատ ուժեղ քննադատվել է նեստորիականությունը եւ նույնիսկ նզովվել հետեւաբար հայաստանյաց առաքելական եկեղեցին նույնիսկ Դվինի ժողովից արդեն ուղղափառ էր իհարկե նաեւ քննադատվել է քաղկեդոնականությունը եւ Լևոնի տոմարը բայց այստեղ նայեք ինչ կա այսպես հայաստանյաց առաքելական եկեղեցուն մեղադրել որ նա ուղղափառություն գնում է դեպի ուղղափառություն դա ոչ թե սխալ է կամ սխալ է եւ այդ մեղադրողները կամ հիմար են չգիտեն հայոց առաքելական եկեղեցու պատմությունը կամ էլ թե չէ միտումնավոր են դա անում որպեսզի կոպիտ ասած հա ասենք կարողանան ժողովրդին շեղել ճշմարտությունից եւ բարձրացնել եկեղեցու դեմ դա իրենց մոտ չի ստացվելու ուղղակի այստեղ մի քիչ ամոթ է գիտեք որ Հայաստանում այս հասարակ երևույթները այս պատմական հասարակ իրադարձություններին չեն տիրապետում եւ շատ ամոթ է այո որ Հայաստանից դուրս ավելի լավ գիտեն հայոց եկեղեցու պատմությունը քան թե Հայաստանի Հանրապետության ներսում բայց այստեղ ինչպես դες ասեն պետք է խոսել նաև ներսե շնորհալի ու թուղթ ընդհանրական փաստաթղթի մասին Դվինի մյուս ժողովները կարելի է հիշատակել դրանից առաջ ասենք Շահապիվանի գաղտնի ժողովը 443 թվականի հունիսի 22-ին Հովսեփ Պողոմցեցի կաթողիկոսության ժամանակ եւ Վասյակ Սունու մարզպանության ժամանակ որտեղ նույնպես ընդունվել են կանոններ որոնք հաստատել են հայաստանյաց առաքելական եկեղեցու ուղղափառությունը եւ ամենակարևորը Շահապիվանի գաղտնի ժողովի առաջին մասը դա նախաբանը հենց նախաբանում արդեն դատապարտվում է ապագայում ձևավորված գումարված Քաղկեդոնի ժողովի որոշումները եւ Լևոնի տոմարը դրանով իսկ հայաստանյաց առաքելական եկեղեցին դարձյալ մեկ անգամ ընդգծում է իր ուղղափառության պատկանելությունը ուղղափառ դավանանքին ոչ ուղղափառ են համարվում ասենք այն եկեղեցիները որոնք ճիշտ չեն փառաբանում Տիրոջը հայաստանյաց առաքելական եկեղեցին ճիշտ է փառաբանում Տիրոջը եւ դա ընդունված է ամբողջ աշխարհում Երուսաղեմում եթե լինեք կտեսնեք այնտեղ Սրբոց Հակոբաց վանքը որտեղ գրված է Armenian Apostolic Orthodox Church օրթոդոքս այսինքն ուղղափառ եւ այստեղ մեղադրել որ ասենք Ուլիանովսկում ինչ որ եկեղեցի են օծել են այդ եկեղեցին Եզրաս arczepiskopos-ը գնաց է օծել է այդ եկեղեցին եւ վրան գրվել է Pravoslavnaya Tserkov ուղղափառ Armянская Pravoslavnaya Tserkov այդտեղ ոչ մի վատ բան չկա այո հայոց եկեղեցին ուղղափառ եկեղեցի է եւ ամենաուղղափառը իմ կարծիքով քանի որ դեր նա ուղղակի մնաց նախաքաղկեդոնական ուղղափառ եկեղեցիներ դրանք են ովքեր ընդունում են 3 տեզերական ժողովները հետ քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիները այն եկեղեցիներն են ովքեր ընդունում են Քաղկեդոնի ժողովը եւ Քաղկեդոնից հետո գումարված մնացած 3 ժողովներ այսինքն Քաղկեդոնի ժողովի հետ միասին ելի 4 նրանք ընդունում են 7 տեզերական ժողով հայաստանյաց առաքելական եկեղեցին եւ հին արևելյան ուղղափառ եկեղեցիները դա Ղպտիները Ասորի Հակոբիկ եկեղեցին Հնդիկ Մալաբար եւ այլն այդ բոլոր եկեղեցիները կոչվում են հին ուղղափառ եկեղեցիներ նրանք ուղղափառ են եւ նրանք ճիշտ են փառաբանում ասում դա եւ ամենակարևորը այստեղ ինչը կարելի ասել 615 թվականին Տիզբոնի ժողովում Խոսրով II Անուշիրվան թագավորի գումարած Տիզբոնի ժողովում բոլոր հին արևելյան եկեղեցիները ճանաչել են հայաստանյաց առաքելական եկեղեցու գերակայությունը եւ եպիսկոպոսին օծել են
հայոց կաթողիկոս եւ ճանաչել նրա գերակայությունը։ Հետևաբար այստեղ ինչու են խոսում ուղղափառության, ինչու են մեղադրում Հայաստանյան առաքելական եկեղեցուն եւ հատկապես Եզրաս arczepiskopos-ին, որ նա, ասենք, օծել է Ուլյանովսկի ինչ որ եկեղեցին օծել է եւ գրվել է վրան ուղղափառ հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Այստեղ մեղադրելու ոչ մի հիմք չունեն։ Մեղադրել կարող են միայն նրանք, ովքեր տգետ են, չգիտեն այս ամեն ինչը, ինչի մասին ես խոսեցի, հա, սա մեր դպրոցական ծրագիրն էր, ես դպրոցում 7-րդ դասարանում եմ սովորել, Թիֆլիսի դպրոցում իհարկե։ Չգիտեն այդ հասարակ բաները եւ չեն կարդացել Մաղաքի Օրմանյանին, որը գրել է հայ եկեղեցու պատմությունը։ Կամ նրանք չգիտեն, տգետ են, կամ էլ թե չէ միտումնավոր են սա անում։ Եթե նրանք անում են սա միտումնավոր, ապա հարց է առաջանում, ում ջրաղացին են նրանք լցնում ջուր։ Հայաստանի հայ ազգի թշնամիների ջրաղացին են լցնում ջուր, ում են նրանք ծառայում։ Այդպիսի մարդկանց հայերեն լեզվով կարելի է կոչել ուղղակի պիտանի ապուշներ թշնամիների համար կամ նու պալեզնի իդիոտի, հա, այդպիսի տերմին կա, որ օգտագործում են։ Դե ես ինչ ասեմ, Աստված ոչ իրենց հետ ինչպես ուզում են թող այնպես էլ անեն, բայց ոչ մի բան չի ստացվի։ Հայաստանյան առաքելական եկեղեցին ստեղծվել է Բարձրալի կամքով եւ Թադեոս Բարդուղիմեոս առաքյալների ջանքերով։ Ոչ ոք ոչինչ չի կարող անել Հայաստանյան առաքելական եկեղեցուն, նա եղել է, կա եւ կմնա մշտական։ Սրանով ես ուզում եմ ավարտել եւ չեմ ուզում այդ հիմարներին, որոնք ինչ որ բաներ են խոսում անգրագետ, ինչ որ կենթանու անունով մականուն դնել վրաները, որպեսզի չվիրավորեմ կենթանիներին։ Կենթանիները դրանք մեր բիոսֆերայի բաղկացուցիչ մասն են եւ շատ օգուտ են բերում մարդկությանը եւ իրենց եւ շատ լավ կարողանում են գեղեցկացնել բնությունը, մարդու բնորանը։ Սրանով ես ավարտում եմ։ Շնորհակալություն, ստեսություն, հույս ունեմ, որ հաջորդ անգամ ինձ այլևս չեք ջղայնացնի եւ ես ստիպված չեմ լինի դարձյալ ունենալ ինչ որ ելույթ։